Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք զինվորական անձեռնասության մասին, անձեռնասության հոգեբանության մասին, եթե չգիտեք կամ իմ նման այսօր այս բառի հետ ծանոթացաք, անձեռնասությունը ոչ կոմպետենտությունն է եւ այսօր մեր հյուրն է Տիգրան Հովհաննիսյանը, Պահեստազորի գնդապետ, պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նորման Դիքսոնի գրքի ռուսերեն թարգմանությունն եք դուք կատարել եւ որքան հասկացա բրիտանական բանակի հոգեբանական, այսպես ասենք, խնդիրների պատճառով առաջացած սխալների մասին է գիրքը։ Մի քիչ կներկայացնեք աշխատությունը եւ հետո անցնենք արդեն բուն հարցերին, գուցե անգամ մեզնից խոսենք։ Նախ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Գիրքը թարգմանվել է պարզային պատճառով, որ այն հիշատակել է անցած տարվա իր հարցազրույցում Էրիկ Պրինսը։ Չարա հիշատակ, Blackwater, Ակադեմի եւ մնացած այդ մասնավոր ռազմական ընկերությունների հիմնադիրը եւ ղեկավարը։ Նա Տակեր Կարլսոնի հետ հարցազրույցում հիշատակեց, որ դա հոգեբանության մասին լավագույն գիրքն է, զինվորական, այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեցինք։ Սկսեցինք կարդալ եւ զգացինք, որ արդեն կարդալու կարիք չկա, միանգամից պետք է անցնենք թարգմանությանը։ Ինչը արել Նորման Դիքսոնը, լինելով բրիտանական բանակի սակրավորային ստորաբաժանումների սպա, 39 թվականից փաստորեն արդեն պատերազմական վիճակում գտնվող Մեծ Բրիտանիայում, մասնակցել է Նորմանդիայի այդ հայտնի գործողություններին, այդտեղ Հոլանդիայում եւ մարտին 45 թվականին ստացել է բրիտանական կայսրության շքանշանը։ Ինչը համաձայնվեք, երբ որ ինձ հարցում են դա որն է, ինչին կարելի է դա բանել, ասում եմ ռուսական խորհրդային համակարգում դա փառքի շքանշաններ, օրդեն սլավի։ Այսինքն զինվորական, մաքուր շքանշան է։ 50 թվականին ինքը չկարողացավ համակերպվել բրիտանական բանակի հետագա, տենց ասենք, զարգացմանը, թե զարգացմանը, հեռացավ հոգեբանության ոլորտը, շատ արագ պաշտպանվեց, դարձավ հեղինակություններից մեկը, որի միայն մի նկար կա ինտերնետում, դուք պատկերացնեք տենց բան միանա։ Մի նկար։ Այսինքն ինչ աստիճանի ինքը փշոտ մարդ էր, որ եւ զինվորական ղեկավարությունը եւ հոգեբանները ստիպված էին ճանաչել իր արժանինքները, բայց ճանաչել են ատամները կրճեցնելով։ Այն նկարը, որ դուք կտեսնեք այս գրքի վերջի կազմի վերջի էջին, դա ընտանիքն է տրամադրել եւ նոր ես տեսնում, թե ինչ հռոմեական տեսակի, ակուր հռոմեական, կայսերական տիպի մարդ էր։ Աշխատությունը նկարագրում է բրիտանական բանակի հիմնական պարտությունները, հիմնական անհաջողությունները եւ տալիս է ղեկավար զորավար կազմի հոգեբանական ոչ թե բնութագիրը, այլ սեղմագիրը, այդպես ասենք։ Բացվում է մի քանի դեպքում, Մոնտգոմերիի դեպքում, Նապոլեոնի դեպքում, մի քիչ ավելի պակաս Ուելինգտոնի մասին է խոսքը, մենք խոսում ենք Նապոլեոնի զորավարների մասին։ Վիճելի են իր եզրակացությունները Ժուկովի մասին, դե 75 թիվներ 50-ամյակն է փաստորեն այս գրքի։ Շատ վիճելի են, բայց այնուամենայնիվ շատ ճիշտ գտնված կարմիր թել կա։ Ասա թե ինչպես է անցել զորավարի մանկությունը, դպրոցական ուսանողական տարիները եւ ես կասեմ ինքը ինչ կդառնա։ Ասա ինչպիսին կլինի մթնոլորտը, քաղաքական, չգիտեմ, վարչական, ընտանեկան, ընկերական, արհեստավարժ մթնոլորտը եւ ես կասեմ թե ինքը ինչ կդառնա հետագայում եւ դրա համար անսպասելի թվացող այդ թերացումները, վրիպումները եւ ընդհանրապես խայտառակ պահվածքը մանավանդ այն մարդկանց կողմից, որ չեն վախենում զոհվել անձամբ, անձնական խիզախության մասին խոսք չկա։ Դիքսոնից է սովորեցի այդ շատ հետաքրքիր արտահայտությունը, ոչ թե ֆիզիկական խիզախություն, եւ դու մավանից չես վախենում, այլ բարոյական խիզախություն եւ դու գնում ես կոպիտ ասած հանուն բարձր նպատակի եւ հաղթանակի դիմադրում ես հենց քո համակարգին, քո շրջապատին, քո համակարգին, քո մթնոլորտին։
Դա է գրքի արժեքը։ Եթե հրատարակվել է արդեն ռուսերենը դառել է 15-րդ լեզուն թարգմանության, եթե վերահրատարակվել է 7 անգամ եւ դարձյալ են նույն ռեպրինտ ասած, վերատպվել են նույն բանում կազմի մեջ այս կոնկրետ այս կազմով 3 անգամ, կներեք, մենք խոսում ենք հաջողության պատմության մասին այն պայմաններում, երբ որ եւ քաղաքական համակարգը եւ ռազմական ղեկավարությունը բարձրագույն ամեն ինչ անում են այդ գիրքը ինչ որ մի կերպ խլեցնելու համար։ Իսկ ինչու՞։ Ընդհանրապես առհասարակ կարծես թե տաբու է ինչ որ չափով ընդունված չէ ռազմական անհաջողությունների մասին խոսել։ Մանրամասն ուսումնասիրել տենց միկրոսկոպի տակ, հա, որն է խնդիրը։ Այսինքն ոնց որ կարծես թե վախ կա, որ կարող է բանակը արժեզրկենք, զինվորականներին արժեզրկենք, եթե մանրամասն ուսումնասիրեն։ Գիտեք ինչն եմ ես հիշում, որ տենց այդ թեմայի շուրջ ժամանակին հիշում եք, որ ինչքան տաբու էր Եվրոպայում մարդկանց դիակներն ուսումնասիրել, կարծես թե սրբապղծություն լիներ, հա։ Այսինքն ոնց որ հիմա էլ եթե մենք մանավանդ տեսեք մենք Հայաստան պարտությունից հետո երբ որ մենք խոսում ենք խնդիրների մասին մի տեսակ այդ նույն հուզական արձագանքն ենք ստանում որ չի կարելի դրան ձեռ տալ չի կարելի հիմա գիրքը ինչու են փորձում լրացնել նույն արևմուտքում նույն տեսեք Լիանա շատ հետաքրքիր բակա ես փորձեմ միշտ քանի որ սեփական օրինակները միշտ շատ ցավագին են ընդունվում եւ սկսում են մեղադրանքները, բա դու ով ես եւ ինչի ես այդ ամենը ասում։ Փորձեմ դա էքստրապոլացիա անել ռուսական տարբերակի վրա, որը մեր աչքի առջև է։ 47 թե 48 թվականի ձայնագրություն մոտս կա այն Պացեֆոնի սկավառակով, որը ես 7-րդ դասարանում առաջի անգամ լսեցի։ Ստալինը հանդես է գալիս, չգիտեմ որ շրջանի Մոսկվայի ընտրողների ընտրազանգվածի առջև հասկանալի է որ ծափահարություններ, բայց այնտեղ մի պակա որ 3-րդ թե 4-րդ սկավառակն է, երբ բավականին երկար կես ժամանակ ճառա, ինքը ասում է հետևյալը. Говорят, что победителей не судят. Լռություն, ծափահարություններ. Это неправильно. Победителей можно и нужно судить. Можно и нужно судить для их же блага, чтобы они не зазнавались, чтобы они не учились на своих ошибках. Ծափահարություններ, ու էլ մնացածը հետաքրքիր չի, ինչի, որտեվ եթե կոշկակարի տղան եւ ինքը թերուս սեմինարիստը ճեմարանա չավարտած են վերջի 3 ամիսնա որ չի ավարտել, բայց գիտելիքները խո մնացել են։ Եթե կոշկակարի որդին եւ ինքը կոշկակարը հասկանում է թե ինչպես պետք է վարվել ղեկավար կազմի հետ, այդ հայտնի հարցը, որ ինքը տալիս է Ժուկովին, Մարշալ Ժուկով, ես հասկանում եմ 40 մուշտակ խորհրդային միության ժողովրդական երգչուհի Ռուսլանովայի համար, դա համար 1 արդեն, ես դա հասկանում եմ, ես չեմ հասկանում 4 համերգային դաշնամուրը, այն պարագայում, որ դուք ունեք մի բնակարան եւ 2 ամառանոց, Պարոն Մարշալ, 4-րդ ռոյալը էլ ուր է ստանում։ Դուրս չի գալիս, բայց միևնույն է քեզնից անկախ անալոգիաներ տանում ա ուղեղը, էլի։ Քո ուղղությամբ, հա։ Որն է մեր, այսինքն դա ի՞նչն է այս պատմության մեջ ինձ ուրախացնում, որ այս թեմայի շուրջ աշխատել չխոսանը միայն հայկական բնավորության գիծ չի, դա համամարտկային խնդիր է, ոնց հասկանում։ Մի քիչ տենց ասենք մի քիչ արևելան է դա։ Առանց հասկանալու, որ եթե հին նախորդ դարերում եւ հին ժամանակներում դեռևս մեր նախապապերի եւ նույնիսկ որոշ չափով պապերի ժամանակ գործում էր նամուս, ադատ, այդ ոչ լեգալ մեխանիզմները գործում էին, որոնք թույլ էին տալի կոպիտ ասած բնական ընտրություն կատարել ընտանեկան գերդաստանային պայմաններում, ապա այդ ամենը չկա, բայց ադատ եւ նամուս անունները մնացել են որպես կլեպ, որպես վարակույր, թե ինչա բնականում կատարվում բոլորս գիտենք, բայց վարակույրը ընտիր լվացած, հարթուկած եւ պատշաճ կերպով կախած է։ Դա ավելի շուտ արևելյան
հիվանդություն չի, նորից եմ ասում, եւ դու կտրվել ես արմատներից, տերևները սկսում են չորանալ, դու սկսում ես տերևները ներկել։ Բողոքական մշակույթը, կաթողիկ բողոքական մշակույթը ավելի ագրեսիվ է այդ հարցում, ինքը ունի այլ մեխանիզմներ այդ ամենաշտկելու համար, նույն կաթողիկ եկեղեցու ճիզվիտների միաբանությունը դուք գիտեք, որ կատարում էր զտման, հակահետախուզության եւ ցանկացած այլ կեղտոտ աշխատանք, որը թույլ տվեց, որ կաթողիկությունը հասնի մինչ այսօր։ Կային այլ մեխանիզմներ, կապիտալիզմը ամեն ձևի սկզբնական իհարկե փուլում օժանդակում էր այդ մեխանիզմներին, որոնք թույլ էին տալի այդ զտման, բնական ընտրության գործընթացը կատարել։ Ի վերջո, նույն այս գրքում, որ նայենք, շեշտվում է, որ բրիտանական նավատորմը անչափ ավելի գերազանցում էր բանակը, ցամաքային զորքերը, որտեղ բանակը համարում էր բութ եւ անտաղանդների ինչ որ մի ապաստարան, այնինչ նավատորմը հանդիսանում էր ինտելեկտուալ, արիստոկրատ, ազնվացեղ, daring, համարձակ, հանդգնող երիտասարդների շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ իրենք կայանում էին։ Բացատրությունը շատ պարզ է։ Նավը դա ընտանիքի Գերդաստանի մի փոքր մոդել է։ Լինի 50 հոգի, լինի ինչպես գծանավերի դեպքում 1200 հոգի, դա ընտանիք է։ Եվ փակ տարածքում ապրելով, եթե դու սկսում ես խախտել կանոնները, ամբողջությունը անխուսափելի է։ Այսինքն նավապետից սկսած մինչև վերջի ծովայինը իրանք պիտի հոյակապ հասկանան, որ ապրում են ինչ կաղապարի օրենքներով են ապրում, կանոններով, եթե օրենք չկա, ուրեմն կանոններով են ապրում։ Կանոն չկա, ընտիր է, ուրեմն մեր նավում էս ադաթն է։ Եվ եթե դու էֆեկտիվ չես, նավի վերջը այն ժամանակ ոչ ռադիո կա, ոչ բան կա, բոլորս գիտենք զոհերի քանակը 70-80%, իսկ ծովում արդեն կարելի է հասկանալ, որ դա տապալված է։ Այսինքն բնական ընտրությունն է, որ ստիպում է մարդկանց հնարել կամ էլ վերհիշել էֆեկտիվ մեխանիզմներ, որոնք օժանդակում են խնդրի լուծման ուղղությամբ։ Կարող եմ մի քիչ բան եմ ասում, բայց դա է։ Վերադառնանք զորավարի մանկությանը, որովհետև որքան հասկանում եմ շատ կարևոր կետ է հենց այստեղից սկսած, որովհետև տեսեք, հայկական իրականության մեջ եւ անգամ ինձ ծանոթ կոնե թուրքական իրականության մեջ եղել է այն նարատիվը, այն մտայնությունը, որ մեծ հաշվով կապ չունի թե որտեղից է երեխան, կարևոր տղան ինքը հենց մտնում է բանակ, հա, վերածնվում է բանակում եւ բանակը նրան կդարձնի իսկական տղամարդ, հա, այն ինչ որ պետք է դարձնի։ Եւ բանակը բոլորին ընդունում է եւ բոլորին դարձնում իրար նման։ Եվ բանակը քեզ ամեն ձևով, հա, ասում է կընդունի այնպիսին, ինչպիսին դու կաս եւ կդարձնի քեզ մասնագետ։ Ձեր ասած, հա, զորավարի մանկությունից կախված է, թե նա ինչպիսի զորավար կդառնա, հակասում է այս նարատիվին փաստորեն։ Ամենամոտիկ տարբերակը, որ կարող եմ բերել նմանեցնել ձեր ասածին, որ բանակը կոփում է, դաստիարակում է եւ արտադրում է կոպիտ ասած հումքից սկսում է արտադրել պատրաստի մարդկային ինչ որ մի ռուսեն ասած պրոդուկտ։ Դա գործում է այն դեպքում, եթե դու ունես ենիչերիների։ Իմ մտքից էլ եկավ ենիչերիների, զրոյից ես լրիվ վերցնում։ Տալիս ես կրթություն նախնական, ընտրում ես լավագույններին եւ նայեք ինչ է ստացվում։ Եթե սկզբում հիմքը ֆիզիկական եւ բարոյական դաստիարակությունն է, ապա սկսած, տենց ասենք 4-5-րդ տարվանից դա արդեն զուտ մտավոր է։ Եվ դրա համար ենիչերին կարող էր մնալ սովորական շարքային, կարող էր դառնալ չավուշ, սերժանտ, կարող էր դառնալ գնդապետ, փաշա, ինչի ոչ վեզիր։ Բայց դա այն դեպքում, եթե դու իրան ամբողջությամբ կտրում ես իր մթնոլորտից եւ քո մոտ կա պարտադիր կա դասախոսական կազմ, քո մոտ կա քաղաքական կամք, քո մոտ մեխանիզմները գործում են սահուն եւ նայեք այդ փառքը
Օսմանական տևեց 150 տարի, որից հետո գենիչների մեջ սկսեցին, որպեսզի հայերը իրանց ված չզգան, այդ վայ բալես, վատաղուս համար մի հատ տեղ ճարեմ, նույն ձևի իրանց նախարարները, նույն ձևի իրանց փաշաները, նույն ձևի իրանց մարզպետները, նահանգապետները իրանց երեխաներին սկսեցին դասավորել յենիչերիների կորպուս, թե ինչով դա ավարտվեց, բոլորս տեսանք։ Ասма գնա նկարվի մի հատ ֆորմայով գա ու սպաշտոն ստանա։ Իրան շատ ծանոթ, հասնում է ախր։ Բալայից հասնում է։ Այդ տեսակետից բրիտանական մոդելը նախքին, հիմա չգիտեմ թե ինչ է այնտեղ կատարվում, ամեն դեպս իմ բրիտանացի ընկերները բավականին հիասթափված են այսօրվա իրանց իրավիճակից։ Սոմերսեթ Մոյմն է շատ լավ բան ասել, լինելով եւ գրող, եւ վիրաբույժ, եւ ամենակարևորը հետախույզ, ինչպես բոլորը բրիտանական վերին դասում։ Ինքը ասել էր չկա փոքր տղայի համար ավելի մեծ փորձանք, քան սիրող եւ փայփայող մայրը։ Ահա։ Ասма այդ բարիկից Հայաստանի Հանրապետության սահմանները մենք շատ ունենք։ Շարունակեք խնդրեմ, ինչու։ Պարզ մի պատճառով։ Կար մի հարցազրույց Գորդոնի հետ մոտ 20 քանի տարի առաջ, որ գիշեր է գալիս էի տուն ծառայությունից, բացում էի տելևիզորը, ուտեմ ու քնեմ։ Գորդոնի հետ հարցազրույց Գյոդակյան, Ալեքսանդր Գյոդակյան, ինքը բանից է, Գյումրիից է, Գյումրեցի է, կայացել է Ռուսաստանում, համարվում է այնտեղ այն, ոնց ասեմ, նեղ շրջանակներում աստղերից մեկն է, ով իսկապես զբաղվում է, Իրանը կոչվում էր սերի տեսություն, որտեղ ինքը շատ հանգիստ բացատրում է հետևյալը, որ կանայք ստեղծված են որպես կոնսերվատիվ պահպանողական տարր, որը կարողանում է զտել, ընտրել եւ պահպանել դրական մուտացիաները, այսինքն սովորական բանից շեղումները, սկսած են քարանձավային եւ նույնիսկ մինչեւ այդ աֆրիկյան անապատային այդ տափաստանային շրջանից, իսկ տղամարդիկ հանդիսանում են զուտ որպես փորձնական նյութ բնության մեջ։ Իրանք դուրս են գալի քարանձավից դուրս գալը շատ հետաքրքիր process է, որի արդյունքում ըստ նա ես թվերը հաստատ չեմ հիշում, պետք է նորից նայեմ կամ կարդամ։ Այն ժամանակ քարե դարում նույն հասակի մեջ բալանսը մոտավորապես եթե կարող եմ սխալվել 7 կին մի տղամարդ պատկերացրեք։ Եվ այսինքն ամենահաջողակն է շարունակում գեների փոխանցումը։ Մնացածները դուրս եկան քարանձավից եւ ինչ-ինչ պատճառներով չվերադարձան։ Բրոնզե դարում դա իհարկե նեղանում է եւ դառնում է 3-1-ի, հետո այլ ավելի եւ ի վերջո այս դարում գալիս է արդեն հավասար, այս նախորդ դարից սկսած, 20-րդ դարից սկսած գալիս ենք հավասարության, բժշկության շնորհիվ։ Այսինքն բնական ընտրության մեխանիզմները ավելի շատ ենք բժշկության հակառակ ուղղությամբ հակառակ ուղղությամբ գնում է բացասական մուտացիաների կուտակում, որը փոխանցում է գենային մակարդակով, դրա հետևանքները շատ պարզ են եւ հասկանալի։ Չէ, դրանից բացի ես օրինակ, չգիտեմ, Հնդկաստանում կարծեմ մոտ 30 միլիոն ավել տղամարդ կա։ Չինաստանում ավել տղամարդ կա, հա։ Եվ իրենց փայփայում են, եւ տղաները ընտանիքում աչքի լույս են, աղջիկներից ազատվում ենք, ինչ-ինչ հեղիության որ շրջանում, որտեվ տղա, բալես։ Ինչով է հետաքրքիր այս գիրքը, տարբեր տեսակի օրինակներ են, տարբեր տեսակի ընտանիքներ են, թույլ մայր, ուժեղ հայր, հակառակ բանը, անտարբեր ծնողներ, որբություն, ստորին դասերից մարշալ դառնալը, վերին դասերում խայտարակ գեներալ դառնալը։ Օրինակները կան, մնում է պարզապես, որ մեր հոգեբանները, եւ ես մեծ հույսեր եմ կապում Ուրարտու հոգեբանական, ոնց էր կիրառական հոգեբանության համալսարանի տնօրեն պարոն Սեդրակյանի հետ, ով այս գրքի գիտական խմբագիրներից մեկն է։ Ես մեծ հույսեր եմ կապում, որ այդ ուսումնասիրությունները կիրառական, հենց ոչ թե տեսական կշարունակվեն նաև այստեղ։ Լինի դա կոգնիտո, ինկոգնիտո նկարներով, առանց նկարների, բայց որ կարիքը կա, դա ակնհայտ է։ Ինչպես լինել adekvat ծնող եւ կարողանալ պոտենցիալ նորմալ զինվորական մեծացնել։ Ընդհանրապես դա հնարավոր է, ինչ է կարծում։ Միանշանակ։ Առողջ ընտանիք։ Իմ ընկերներին, եթե բոլոր իմ ընկերներին իրենց հայրերը չեն դաստիարակել։ Իրանք օրինակ էին ծառայում։
Չկար այդ վեհ բանը, որ բալաջան, հայրենասիրություն, էս կողմ են կողմ, չկար, հայրս միշտ ասում էր լավ ու վատը կա ամեն մեկի մեջ, կուսակցական, ազգային բան, դու ես քո կյանքը որոշում, բալաջան, դու ես մտածում, բայց սխալ չանես, խայտարական ես եւ իմ անունը եւ նախնիներիդ անունը։ Բալանսը պահպանվում է օրինակ ծառայելով, հնարավոր չէ լինել Mr. Hyde ու դաստիարակություն տալ որպես Dr. Jekyll։ Դա հնարավոր չի։ Երեխան զգում է դա, երեխան չի հասկանում։ Ինքը չի հասկանում բառերը, ինքը տեսնում է ինչպիսի հարաբերություններ են ընտանիքում, դերային, անձնական եւ այլն, եւ հետեւում է նույն օրինակին, դա pattern է, շաբլոն։ Հետո կարող է ինքը կոտրի այդ շաբլոնը, եթե ինքը ուժեղ է եւ դա բացառություններ են։ Եվ տենց բացառություններ բազում են։ Ինքը կարող է չկոտրել շաբլոնը եւ դառնալ շաբլոնի զոհ, վաղ թե ուշ։ Բախտը բերում է, որ մեծամասնությունը պլստում է մի ձևի։ Մնում է իր պաշտոնին, իր խելքին համապատասխան պաշտոնում։ Լինելով դասակի հրամանատար լավ, վաշտի լավ հրամանատար, գումարտակի լավ հրամանատար, բայց հենց որ սկսում արդեն գունդ եւ բրիգադ, ստեղ արդեն պետական վերահսկողության, ընդ որում ոչ թե այսօրվա վարչակարգի, այլ հերա նկարային, ռազմավարական, պետական ապարատի այդ անիվների պատտվելը պետք է լինի սահուն։ Եթե չկա, պարտություն եւ պարտություն։ Տարբեր արդարացումներով, օբյեկտիվ ընդ որում արդար։ Իրանք մեզնից շատ էին, իրանք մեզնից ուժեղ էին, իրանք մեզնից չգիտեմ, միակ բանը որ իրանք բան չեն, իրանք սրիկա երբեք մեզնից խելացի չեն։ Իրանք սրիկա են, իրանք շատ են, բայց մեզնից խելացի չկա։ Սա արդեն երևի, գիտեք, ապագա պարտության հիմնակարն է այդ, որ մենք միևնույն է խելացի ենք, եւ մեկ էլ ես շատ հաճախ եմ, հա, լրագրողական ականջս որսում է, որ մենք չենք պարտվել, մեզ դավաճանել են։ Ես միշտ այդ տերմինը չեմ հասկացել, որտեղ ասում, եթե քեզ դավաճանել են, իսկ թշնամուտ ոչ, ուրեմն քո մոտ մի բան սխալ է գնաց է, այսինքն քո համակարգում մի բան սխալ է, դու պարտվել ես։ Ի հետևանք համոզված եմ, որ ունեք նաև ձեր, հա, անձնական նկատառումը, որոնք են եղել են հիմնական կետերը, որոնք հանգեցրել են պարտության մեր դեպքում։ Արդեն իշատարկել եմ։ Ոչ օրենք ունենք, որը հավասար է բոլորի համար, ոչ ադատ ունենք, որը կիրառվում է բոլոր ընտանիքներում, չէ՞։ Ոչ նամուս է մնացել ընտանիքի մեջ, այդ ինքնախապեյությունն է, որ երեխես մեղավոր չի, երեխես մարդ չի սպանել, այդ սա իր անկերությունն է, դպրոցն է, շրջապատն է, բակն է, ով ասես։ Պատասխանատվության բացակայությունն է դա նաև։ Ռուսեն լավ բառ կա, спихнуть ответственность։ Հայերեն լավ չի ինչում, վրայից բրթել, ճիշտ է։ Հայերեն դա գիտեք ոնց է, ծնողները հաճախ ասում են, ընկնում է ընկերների խելքին։ Ասում ինչու ես երեխայի մեղքը բարթում ընկերների վրա, ուրիշի զավակների վրա։ Բոլորով իրար խելքի են ընկնում, այդ թվում եւ քո երեխեն։ Նայեք, մեր աշխարհազորային այն ժամանակ գումարտակը հետո դարավ գունդ, մեծ ընտիգրանի շտաբի պետ առաջին եւ հիմնադիրը եղել է Սարգսյան Տիգրանը։ Միակ մարդն է, ում թաղմանը ես տեսա Վազգենի աչքերին արցունք։ Չերը թաքցնում, կանգնած լացում էր։ Երբ որ ես առաջի անգամ Տիգրանին տեսա, ես ասացի միանշանակ ազնվական ընտանիք, միանշանակ բարձրագույն կրթություն 4-րդ, 5-րդ, 6-րդ սերնդում, միանշանակ ինչ որ ավանդույթների բացարձակապես բնածին տաղանդեր, փոքրիկ իշխան, հետո մեծ իշխան, մարդ ով կարողանում էր խոսալ եւ բիզնես շրջանակների հետ, դրա համար ամենալավ ապահոված միավորն ենք 91 թվականին, մարդ ով կարողանում էր քաղաքական գործիչների հետ հանգիստ խոսալ եւ այնպես որ սուս փուս անում էին իր հասածներով, մարդ որ գողական աշխարհի հետ խոսում էր այնպես ինչպես կխոսա բանգլադեշցի ճիշտ տղան, մարդ ով միանշանակ հեղինակություններ բոլորիս համար լինելով մեր նույն տարիքներ, նույն համալսարանն ենք ավարտել եւ այլն եւ այլն։ Այդ դա էր հետաքրքիր։
Այսինքն միշտ կան այդ բացառությունները, որ փայլում են, բայց նրանք բացառություն են։ Դրանք բացառություն են։ Պետք է մի համակարգ, անհրաժեշտ է համակարգ, նորից խոսում ինչ-որ տարական բաներից եմ էլի խոսում, որը թույլ է տալի, չեմ ասում փայլուն հաղթանակներ տանել, բայց բրիտանական համակարգի պես պարտություն, օպա հաղթանակ։ Քո բանակը թերիա, քո նավատորմը զիջումա, օթուժը դերեսկոմ ենքոն, որտեվ վերջի ջենտելմեններն են, ում պետությունը խուրդում է երկրորդ աշխարհամարտում, եւ այդ ժամանակվայից արդեն ջենտրի համակարգը այդ փոք ստորին ազնվականության հիմքը, այդ հյուսվածքը հասարակական, որ կար արդեն 700 տարի, կորում է։ Ու դրա համար մենք տեսնում ենք այսօրվա վիճակը Մեծ Բրիտանիայի խոսքը ներքին վիճակի մասին, ոչ թե արտաքին, բայց իրանք շարժում են դեպի ինչու, որտեղ կարողանում են ճիշտ դաշինքներ կառուցել, ճիշտ օգտագործել իրենց մտավոր պոտենցիալը, բերում են Տյուրինգին դնում են հաշվից այդ համակարգիչ ստեղծելու համար, Տյուրինգը շփվում է վարչապետի այդ բոլորի գլխների վրայով, արդեն չեն նայում թե ինչ է հիերարխիան, այդ շղթան բանը, ընկեր ջան, ինձ շտաբ պետքա համակարգիչ, ոնց ուզում ես ստեղծի։ Եվ ստեղծում են, ինձ շտաբ պետքա հաղթանակ, ինձ շտաբ պետքա դաշինք։ Եվ այդտեղ տալիս են լիակատար ազատություն եւ հետախուզության պետ է, Մենզիսի մասն է խոսքը։ Եվ գիտնականներին։ Այսինքն մենք տեսնում ենք աշակերտներից մեկը լավ բան ասեց, ոնց որ ասում է գայլերի ոհմա կլնեն։ Ու իզուր չի որ ասեց, որտեղ միջվետ Կիպլինգ էին կարդացել, Մաուգլին են կարդացել գայլերի ոհմակը։ Բայց դա այն դեպքում ուղղեք ինձ, եթե կարծում եք, որ ես սխալ եմ, բայց ինձ միշտ թվացել է, որ դա այն դեպքում է եւ այն պայմաններում է առաջանում, երբ որ կողմին պետք է հաղթանակը, կողմին պետք է ինչ-որ բանի հասնել։ Ինձ մոտ միշտ եղել է տպավորություն, որ պատերազմներում որպես կանոն հաղթում են, ում ավելի շատ է պետք։ Ասում եմ, կամու больше надо։ Ու հետեւաբար, եթե դու խնդիրներ կան համակարգային, որոնք ափի վրա են, այսպես ասած, հա, անգամ բանակ չծառայած, բանակից ոչ տեղյակ մարդու համար ակնհայտ են։ Բայց եթե համակարգը չկա ոչ մի ցանկություն, չկա ոչ մի գործուն քայլ այդ համակարգը ուղղելու, ուրեմն միգուցե չկա նաև հաղթելու ցանկություն, չկա պաշտպանվելու ցանկություն։ Չգիտեմ, ինչ որ արժեքային փոփոխություններ են տեղի ունեցել, ու ես հիմա միայն Հայաստանի մասին չեմ խոսում, որովհետև ես տեսնում եմ, որ ամբողջ աշխարհում է զինված ուժերում որոշակի փոփոխություններ տեղի ունենում։ Մենք տեսնում ենք այդ ինչ որ բաներին, հա, այդ տարբեր խմբավորումները, վարձկանները, որոնք սկսել են շատանալ, մի տեսակ միջնադար է հիշեցնում, հա, այսինքն ինչու այս համակարգը այսքան տանջվեմ, սարքեմ, հեն աստեղից կբերեմ, չգիտեմ, թուրքմենների, թուրքամանների, հա, կարծեմ այդպես էին կոչվում, որ եկել էին Արցախ, կամ այնտեղից կբերեմ մյուս զինված խմբավորումներին, պրոքսիների իրար հետ կկռվեն, այսինքն մի տեսակ ձևն է փոխվում, արժեքներն ու ձևը փոխում են իրար հետ։ Ինչ է կարծում։ Շատ բարձ պատճառ կա, մարդկային կյանքը դարձել է վերին արժեք, առանց հասկանալու, որ մարդը ապրում է ոչ թե իր կյանքը, որպես բիոլոգիական ինչ-որ մի մեխանիզմ, որը ուտում է, դատարկվում է, քայլում է, չգիտեմ ինչ է անում, գնում է հանգստանալու եւ այլն։ Մարդը նպատակ ունի եւ Աստված ստեղծել է մարդուն ինչ-ինչ նպատակ կատարելու համար, նպատակի հասնելու համար, բարձրանալու։ Հենց մարդկային կյանքը դառնում է վերին արժեք, ուրեմն նպատակը ստորադաս դերում է հայտնվում, այսինքն կարող ենք եւ նահանջել, եւ գերի հանձնվել, եւ միանշանակ կոմֆորտ զգալ, ասելով բա դա իմ այսօր։ Ինչպես ասում էր խորհրդային բանակի ամենահայտնի դավաճան գեներալ Վլասովը, у каждого Егорки свои отговорки։ Ցանկացած Գևորգը իր բացատրությունները միշտ կգտնի։ Արդարացումներ, բացատրություններ, отговорки, արդարացումներ։ Այդ է պատճառը, որ արդեն կոնվիկսիայի փոխարեն, իմ սիրած են Գումիլովի բառից է կոնվիկսիայի համակյանք
միացյալ կյանք ապրելու փոխարեն հիմա մարդկությունը անցնում է կոնսորցիումների, այսինքն ըստ տեսակների։ Եվ եթե դուք նայեք թե ինչպես է աշխատում նույն Էրիկ Պրինսի մասնավոր ռազմական ընկերությունը, դուք կհամոզվեք, որ նույն բանն է, արդեն ասել եմ դրա մասին, մի հատ էլ կրկնեմ, որ նույն Իրաքում արտգործնախարարի անվտանգությունը Միացյալ Նահանգների արտգործնախարարի այցի անվտանգությունը ապահովելու համար Էրիկ Պրինսի ընկերությունը էլի թվեր էս բան չեմ անում, բայց այնտեղ մենք խոսում ենք մակարդակների մասին, դասերի մասին ենք խոսում, ներգրավեց տասնապատիկ պակաս անձ գործընթացի մեջ, ծախսելով 15-ից քանի անգամ պակաս գումար, քան դա կծախսեր իրանց կենտրոնական հետախուզական գործակալությունը կամ պաշտպանության նախարարությունը։ Եվ մենք ստեղ տեսնում ենք մի պարզ բան՝ էֆեկտիվություն։ Ընկեր ջան, ես չեմ, նույն բանն է, նայեք, երազ ավտոմեքենան, Հայաստանը մեքենա էր արտադրում։ Հեռնում կյանքիդ այդ մեքենա չէր, դիակ էր։ Հրազդանից սկսած այդ դիակները կանգնած էին Սևանի ճանապարհին ու ռուս վարորդների ով եկել է ստացելու բան, այն քֆուրները աչքիս Հայաստանի ապագայի վրա լավ ազդեցին են։ Բարեմաղթանքները, որ այդ վարորդները ու հղում էին արտադրողի ընտանիքի, գործարանի եւ ամբողջ հպարտ խորհրդային հանրապետության հասցեին։ Դուք երազ կառնեք թե BMW։ BMW-ը չեք առնի։ Կգնաք կառնեք Volkswagen-ի պես կամ ամենալավը իմ ճաշակով եւ իմ փորձով տեսնելով Nissan-ի պես մեքենա, միլիոննոց մոտոր, շարժը չաշխատում է միլիոնից ավել, ժամացույցի պես։ Եվ ես կարիք չունեմ ոչ վերին են բանի ախմախությանը, որը կոչվում է Rolls-Royce, ոչ կարիք ունեմ ստորին ախմախությանը, որը կոչվում է երազ կամ Lada, այդպես ասած։ Ես կարիք ունեմ մեքենայի, որ ինձ A-կետից B-կետ մաքսիմալ կոմֆորտով եւ ամենացածր գնով կհասցնի։ Նույնը վերաբերում է զինվորականներին այսօր արդեն։ Ավանդական բանակները, ավանդական զինուժերը ուղղակի ընդհարման ընթացքում կամ կոփվում եւ դառնում են այն, ինչ պետք է լինեին ի սկզբանե, բայց կոփվում են սարսափելի կորուստների գնով, կամ էլ իրանց փոխարինում են էֆեկտիվ մենեջերները, ինչպիսին էր օրինակ Պրիգոժինը, չնայած որ Հայաստանի նկատմամբ իր կատարածը առնվազն, ես չգիտեմ ինչ բառերով դա կարելի է բանել, բայց ինքը գոնե ազնիվ վարձ կաներ, ինքը չէր թաքցնում։ Մենք կարող ենք ասել, որ տեսնում ենք այսօր վերադարձը, հա, այդ միջնադարից պրոֆեսիոնալ մարտիկների խավի։ Այո։ Բայց մեկը իրանք բավական չեն։ Ռուսական իրանք լոկալ կռիվների համար ինչ որ տեղ կարող են օգտագործվել որպես էֆեկտիվ ասեղային հարված, ասեղային վիրաբուրժական, անվանեք դա ինչ որ հատուկ ինչ որ գործողությունների համար, լինի դա ռուսական սպեցնազը, բրիտանական բանը լինի SAS-ը լինի եւ ամերիկյան ռեյնջերները եւ մնացածները, իրանք շատ շուտ խուրդվում են կներեք այդ տափակ արտահայտությանը, որտեղ միշտ ղեկավարությունը եթե ինքը կոպիտ ասած պատրաստ չի նոր տեսակի պատերազմի, այլ դեռ այն իր փառապած հաղթանակներով ապրում, միշտ ցանկություն ունի ծակերը, բաց թողումները, բանը փակել, դեղերկեք սպեցնազը մի բան թող անի։ Ընկեր ջան, մի բանով չի ինքը ռազմաճակատում գործ չունի, իր խնդիրները թիկունքում են էլ ոչ մերալ իրանց։ Ջանիդ մատաղ։ Դա վերաբերում է բոլորին, որպեսզի դա մեղր լինի հայ հոգու վերքերի վրա ասեն, որ առաջի ծառայություններից մեկը, որ բրիտանացիք կազմալուծեցին երկրորդ աշխարհամարտից հետո, դա հենց իրանց Special Air Service-ներ, Ստերլինգի ստեղծված այդ փառապանտ ծառայությունը վարկանապես ցրեցին, 47 թվականին արդեն չկար։ Հետո 53-ին վայ, բա պետք է։ Ինչի ցրեցին, որտեվ անթրաշ, հագնված չի, լավ ընտանիքից է, ինձնից խելացի է, սա օրը ազատ ժամանակ գրքեր է ինչ որ կարդում, եթե գիրք չի կարդում, մարզվում է, փոխային սպայական այդ ոնց է այդ կոչվում, սպայակույտի ճաշասրահում զրուցի ինչ որ ազնվացեղ թեմաներից, կամ ֆուտբոլ նայի կամ վիվարո խաղա, չգիտեմ, չեն համապատասխանում այդ տղերքը այդ ընդհանուր բաներին։ Վարձկանները սուպեր պրոֆեսիոնալ, գեր արհեստավարժ մի ուժ է, ում կյանքը եւ բարեկեցությունը կախված է մի պարզ բանից։
կամ կոլեկտիվ ենք, կամ բոլորս դիակ ենք։ Ու թաղող էլ չի լինի, որովհետև մենք վարձկան ենք։ Մեզ գերի չեն վերցնի։ Գերի կվերցնենք կտտելու հավեսով, հետո մաս-մաս տալաշ այսպես բանելու։ Վերաբերում է շվեյցարական վարձկաններին, շվեյցարացի գերմանական են կայսերական հայտնի վարձկաններին, իդեալական ռազմական մեքենաներ, այնինչ մնացած կայսերական բանակները եւ բաները դեռ ապրում էին, ով ոնց է հագնված, շարքում ոնց է կանգնած, բա ոնց ենք ճիշտ անցնում արքունիկի առջև։ Ոնց հասկանում եմ յուրաքանչյուր բանակ, այ տեսեք դուք պատմությունով որ գալիս եք որոշակի զինված ուժերը ստեղծվում են, էֆեկտիվություն եւ այլն, կայսրություն կամ որոշակի ձևավորված պետություն, որը իր զինված ուժերով հիանում է, հետո ժամանակի ընթացքում սա կարծես սկսում է դեգրադացվել ու այսպես ասած այդ քայլային շարայինը դառնում է ձևը, դառնում ավելի կարևոր քան բովանդակությունը։ Այսինքն այս մաշվածությունը հատուկ է բոլորին եւ անընդհատ է տեղի ունենում։ Դա մարդկային է։ Դա մարդկային է։ Կան ինչ-որ մեխանիզմներ, կամ չգիտեմ, գուցե գրքում կամ գուցե դուք եք մտածել այդ մասին, որոնք թույլ են տալիս անընդհատ, հասկանալի է, չէ՞, որ այդ մաշվածության դեմ դու պետք է ամեն օր աշխատես, հա, ինչպես տանը, եթե դու չմաքրեցիր տները, դու կեղտոտ է լինելու վերջ։ Ինչ պետք է անել, որպեսզի անդադ, որովհետև հասկանալի է, որ այնպես չէ, որ հա պարտվեցիր, հետո հաղթես, հետո գնալու ես դեպի մյուս պարտություն, եթե դու չշարունակես թարմացնել քեզ, այսպես ասենք։ Վարձկանների մոտ դա շատ հեշտ է։ Հավաքվեց կոլեկտիվը, հավաքվեց դասակը, 30 հոգով նստեցին, ով փորձեց կամ փախնել կամ թերիացավ բան, լավագույն դեպքում տպեցին։ Հիմնականում կորում են այդ մարդիկ, անհայտ կորում են։ Սովորական բանակում դու նույնը անել չես կարող, դրա համար ուրիշ մեխանիզմներ կա այդ ամեն ինչը շոուի բերելու համար, բայց դա նշանակում է մի պարզ բան, շարքայինից մինչև մարշալ ամեն առավոտ արտանալուց նայում են հայլու մեջ, եւ հայլում չեն տեսնում Բրեդ Պիտին, չեն տեսնում, չգիտեմ, Սիլվեստր Ստալոնեին, չեն տեսնում Կեմբերբեչին, տեսնում են հենց իրանց։ Ոչ թե աստղերը, իրանց պաշտոնը եւ բանը եւ այլն։ Դա ինքնազտման մեխանիզմը, որը պետք է դրվի ընտանեկան պայմաններից սկսած։ Երբ որ երեխան հոյակապ հասկանում է, որ ընտանիքի բյուջեն թույլ չի տալի իրան տարի մեկ առնել թազա iPhone։ Ինչի առնել, օգտվում ես դրանից, չէ, բա ոնց է շրջապատը սխալ կհասկանա։ Գերմանական զինուժում երկրորդ աշխարհամարտի ժամանակ կար մի չտեսնված ավանդույթ, շոկային ավանդույթ է պարզապես։ Պատկերացեք ռեստորան, կեսը առնվազն նստած են զինվորականները եկել են արձակուրդի ռազմաճակատից, հիմնական մասը հասկանալի է խաչերով, իրանց ընկերուհիների, իրանց կանանց, չգիտեմ, մյուս ընկերների հետ, ու այդ պահին մտնում է ռեստորան գեներալից սկսած, մինչև օրինակի համար warrant officer, ենթասպա, բոլոր այդ այնց խաչերով, բաներով եւ այլն, մեկ առանց ձեռքի, մյուս առանց ոտքի, կանանց հետ մատուցումը գեր ուշադիր է հենց զինվորականների նկատմամբ եւ քաղաքացիականները միանշանակ համաձայններ որ այդպես է պետք լինի։ Եվ մեկ էլ մտնում է ծովուժի submarine-ների, սուզանավերի ինչ որ մի սպա, պատկերացնենք լեյտենանտ, առանց շքանշանների։ Կատարվում էր հետևյալը. իրանք գալիս են, իրենց տեղ են հատկացնում, ընտրում են լավագույն տղերից մեկը, հետո սկսում են դալիճում նստած զինվորականները սկսում են իրար հայացքներով բանկալ ով է տարիքով եւ կոչումով ամենաբարձրը։ Հայացքն հասկացան գեներալն է, բոլորը նայում են արդեն իրան, արդեն սենց։ Կես րոպե կամ 2-3 րոպե անցել։ Գեներալը վեր է կենում եւ ասում է ես ուզում եմ խմել այս դալիճում գտնվող ամենասիրուն տիկնոջ կենացը տիկին եւ մոտենում է այդ սուզանավի կողքին նստած սուզանավի սպայի կողքին նստած տիկնոջը պատկերացեք ինչ հոգեբանական չգիտեմ դա ինչ է պարքև
վերաբերմունք, ուշադրություն, ադատ, անվանեք ոնց ուզում եք։ Մարդով երկաթ է, պողպատ է դագաղով, սուզում է ջրի տակ իմանալով, որ լքաջ իմանալով, որ ստատիստիկային չես խապի չափագրությունը միշտ ասում է 4-ից 1-ը կվերադառնա։ 4-ից 1-ը եւ տենց էր ստացվեց 20%-ը կենթանի մնաց պատերազմից հետո գերմանական Սուզանավի նավատորմի մասնախոսքը։ Նույնը վերաբերում է օդաչուներին, նույնը վերաբերում է մնացածներին, եթե չկա այդ ներքիվ կորպորատիվ համաձայնությունը, որ մենք տղերքով այսպես ենք վարվում, իսկ ով մեզից կոպիտ ասած հայերեն ավելի լավ տղա է, թող գնա իր համար ավելի լավ շրջապատ ընտրի։ Դա սոցիալական ստատուսի մասին է խոսքը, այսինքն մարդու վճարած գինը, հա, ինչքան բարձր է լինում, հա, այսպես ենք առողջ մարդու հասարակության մեջ բարձր գնով բարձր գին վճարած մարդ ավելի բարձր սոցիալական ստատուսի եւ ուշադրության է արժանանում, հա։ Եվ դա ոչ միայն իդեպ զինվորականներին է վերաբերում, փրկարարները, չգիտեմ, բժիշկները, ուսուցիչները, բոլոր նրանք, ովքեր ավելի շատ են, հա, ներդրվում։ Զինվորականների ստատուսը միշտ եղել է առանձնահատուկ, որովհետեւ դա կյանքի ու մահվան հարց է այստեղ, բնականաբար։ Բայց ձեր հետ խոսակցությունից ես հասկանում եմ հետեւյալը, որ ինչքան ուզում է զինված ուժերը բարեփոխիր կամ հայական X երկրում, եթե դու հիմնովին չբարեփոխես հասարակությունը, հասարակական միտքը, հասարակական արժեքային համակարգը, քո զինված ուժերի բարեփոխումները, չգիտեմ, աշխատավարձերի բարձրացում, նոր սնունդ, նոր տեխնիկա եւ այլն, ամեն ինչը լավը, ոչ մի արդյունք մեծ հաշվով չի տա։ Լուրջ արդյունք, կոնե չափելի արդյունք։ Արդյոք ես ճիշտ ուղղությամբ եմ մտածում ձեր կարծիքով, թե չէ։ Միանշանակ։ Հոգեբանորեն, որպես հոգեբան, միանշանակ ճիշտ եք ասում, որովհետև Դեգոլն է դեռ ասել, որ նայեք, տեսեք, բանակ, եթե մենք համեմատենք հասարակությունը ընտանիքին, ապա կստացի, որ բանակը փոքր գլխով, մեծ մկաններով մի երեխա է, դեֆեկտավոր երեխա է, թերի երեխա է, որտեղ մկանները ավելի հզոր են, քան իր ուղեղը, բայց եթե ինքը մեր երեխան է, մեր հասարակության, մեր ընտանիքի, ուրեմն մենք պետք է իրանք փայփայենք եւ աճացնենք ճիշտ ուղղությամբ։ Ընտանիքը պետք է առողջ լինի, եւ գոլը, Դեգոլը այն 40 թվականին ֆրանսիական փլուզում չեմ կարող ասեմ, դա ոչ թե փլուզում էր, պարզապես պետությունը վերացավ ամիս ու առաջի հենց 2-3 շաբաթվա ընթացքում գերմանական ներխուժումից հետո ինքը հոյակապ հասկանում էր, թե ինչ դեր ունի ամբողջ հասարակությունը։ Նայեք, լավ բառ է ընդհանրապես հասարակություն, որտեվ եթե հասարակությունը մտավոր եւ կամավոր եւ բարոյական այդ հիմնասյուներից զուր կա, ինքը դառնում է պարզունակություն ու պարտվում է։ Պարզունակություն հեշտ տարբերակում ենք մանգալը։ Մենք խոսում ենք զրույցից առաջ խոսում ենք գերապարի եւ լատիներենի մասին։ Եկեք պարզ հասկանանք, ինչքան ավելի բարդ է դպրոցական համակարգը եւ ուսումը, այնքան ավելի հեշտ է հետագա կյանքը։ Սովորովի ասածը «Тяжело в учении, легко в бою» դա աքսիոմ է։ Եվ երեխային դու չես չարչարում։ Դա կախված է արդեն դասատուից։ Եթե առական հետաքրքիր է, գրափարել կսովորես, սեպագրերն էլ կանգիր կսովորես, եթե դասատուները լավն են։ Եթե դու դասատուին տալիս ես այն արժեքը, այն դիրքը հասարակությունում, որ բոլորը գիտեն, դա քո երկրորդ հայրն է։ Հայրը չի քերին է, հորողբերն է։ Դասատուն եթե ընտանիքի անդամ չի, ինչպես, չգիտեմ, բախտս ոչ թե բերել էր, այլ չտեսնված բերել էր, որ այդպիսի դպրոցում է ես սովորում, որ դասատուները իմ համար ընտանիքի անդամ են առ այսօր, գնացածները, չմնացած արդեն չկա։ Եթե պետությունը չի մեծարում դասատուին, բժշկին, իսկ զինվորականը չի ասում, որ ես իրանից ավելի ցածր եմ գտնվում, ես եմ դա ճանաչում, որտեղ մեկը ինձ ուսում է տվել, իսկ մյուսը կյանքս փրկում է։ Առանց այդ երկուսի ես ոչ մի բան եմ։ Եթե այդ արժեքների համակարգը չկա,
խոսալը անիմաստ է, դա վերածում է հերթական բլա 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 պրոյեկտների, քելեք փոխենք էս, քելեք հանրահավաք անենք, արեք հանրաքվե անցկացնենք, ստորագրություններ, ինչ որ հանձնաժողովներ վերաքննությամբ, չգիտեմ ինչ, շուտ հասկացանք։ Մի պարզ բան ասեք, էլի, ով չի խախտում երթևեկության կանոնները, այն Քրիստոսի ասածի պես վերկած մեկ քեզ տեսնեմ։ Երկրորդը ով է բանակում ծառայել ինչ որ բան դրական քաղել, նույնիսկ տենց ասենք անբարե հաջող զորամասից, սովորել գոնե ոնց են կրակում, ոնց են շարժում, ոնց են բանում։ Ով է առավոտը կանգնում ցնցուղի տակ սառը, ով է առավոտը մարզանքանում, ում փորը մինչև ծունկը չի հասել։ Որտեղ տակը մարդ չի մնում։ Դե տակը մարդ չի մնում, ու մեկ դուք արդեն լոգիկ շատ տրամաբանորեն մոտեցաք մի հետաքրքիր եզրակացության, որ աչքից գնում ենք դեպի վարձկանների բանակ, որ թող իրանք կռվեն, բայց այստեղ մի շատ տակի պահ կա։ Դու քո իրավունքները փաստորեն եւ ոչ միայն իրավունքները միանշանակ։ Ասма հետո նեղանալ չկա, չէ՞։ Կներես, հետո նեղանալ չկա, որտեվ այդ դեպքում քեզ կպատայի այն ինչ որ պատահում էր ամբողջ Եվրոպայում սկսած 1600 որ թվականից հուսարական գունդը որ մտնում էր բնակավայր ամուսնու արկայությունը ոչ մի կարևորություն եւ կապ չուներ իրական կոպիտ ասած բազմացման process-ի հետ։ Պարզ պատճառով որտեվ հուսարակ փող չի խնայում, կյանք չի խնայում, ապրում է մի օրով, իրանից գալիս է հետ հերոսության բուրմունքը, ինքը այնտեղն է որ Արդյոք մի խոսքով վեջին չի, իսկապես վեջին չի։ Եվ այդ իսկ պատճառով մինչև առաջի աշխարհամարտը եւ նույնիսկ դրանից հետո որոշ բնակավայրերում այդ փաստը պարզապես արդեն պիտի հարցնեք հավանաբար Լևոն Միխայելիչ եպիսկոպոսյանին պիտի հարցնեք, ինքն է մեր գենետիկայի հիմնադիրներից մեկը, ինքը ձեզ արդեն կպատմի ոնց են որոշակի բնակավայրեր կրում որոշակի զորամասերին բնորոշ ինչ որ ուրվագծեր։ Գուսարները պուճուր ճիլոտ, կոլոտ, ճիլոտ աշխուժ, գրենադյորները 2 մետրանոց բոյի 120 կիլոմետրանոց քաշի մի հատ զիլ տղա էր եւ այլն, այսինքն դուք կտեսնեք թե ոնց էր իսկապես դենկան այդ սփռվում նորից հենց դու քո ազատությունները եւ դրանք ապահովող իրավունքները որտեղ մեկ առանց մյուսի պարզապես գոյություն չունի դու չես կարող օթից քեզ համար իրավունք ստանաս պետք է լինի ինչ որ ներուժ ուժ բառից բուն իմաստով որ այդ իրավունքը կարողանա ապահովել ենթադրում եմ սոցիալական ցանցերում չկաք չէ՞ իհարկե չէ հա իսկ եթե լինեիք քանի որ մի քանի օր առաջ մեր հենց ռադիոյում լուրջ դեբատներ էին լրագրողների եւ ոչ միայն միջև վիդեո էինք տեսել որ տարածվում էր Instagram սոցիալական ցանցում ինչպես էին տոնում տղայի բանակից ազատվելը հա բժշկական ինչ որ դիագնոզ ուներ տղան եւ քեֆ էին անում շնորհավորում էին նման քեֆերով կամ չես մեղադրի որտե տղային ուզում ամեն գնով բանակից ազատի հա նման ուղեղով ես հասկանում եմ այս ամեն ինչի արմատները բայց նման արժե համակարգով ինչ էլ անես զինված ուժերում ես չգիտեմ կարողանաս արդյոք հասնել որոշակի էֆեկտիվության թե լավ հարց է շատ լավ հարց է շատ պրովոկատիվ հարց է եւ ստիպում է պատասխանել մեզ մոտ որովհետեւ իրոք կռիվ սկսվեց չես կռիվ չի սկսվում չես մեղադրի եւ կմեղադրես այդ երկու ճանապարհները այդ բանակից ազատվելու քեֆի ես նման բան չէի տեսել բանակի քեֆ տեսել էի նայեք խորթային տարիներին կար մի հետաքրքիր գյուղերում ադատ որը գործում էր ժամացույցի պես եւ բանվորական շրջաններում Երևանի եւ մնացած քաղաքների կար այդ ադատը եթե պոտենցիալ փեսան բանակում չի ծառայել ուրեմն մի բան են չի միանշանակ քեզ ինչի չեն զորակոչել ուրեմն դեֆեկտ ունես 1000 ներողություն մեր նախապապերը տատերը պապերը ամուսնությունը սիրով էր գնում դե չէ դա ավելի շատ տնտեսական պայմանավորվածություն էր էլի ոչ միայն տնտեսականը հասկանալի է բայց դա մի բարակցություն է հիմնականը որն էր
Պիտի իմանային 7 պորտի բանը պիտի պահպանվեր, ինցեստի բանը բացառվում էր, պարագան, որը հիմա ռոպագանդվում է։ Բացառվում էր հարբեցող, նարկաման, ղումարբազ, այսինքն այն ամենը ընտանիքը, եթե նույնիսկ ոսկի տղա, եթե նույնիսկ ոսկե տղա է, բայց հերը ու մերը բանի պիտանի չեն, ես այդ Գերդաստանի հետ չեմ բարեկամանա, դա խայտարակություն է, դա ստատուսի իջեցում է։ Եվ այդ իսկ պատճառով այդ զտման մեխանիզմը գործում էր։ Այո։ Պարզ ասեմ, լավ որ ստացինք դրա մասին խոսալ, մի ուրիշ բան էլ ասեմ, պապուս ես որ հարցնում էի հարցը մշեցի էր պապս, Արագիլ բուն գյուղից, հենց Կարապետ վանքի գյուղն է, որտեղ կանգնած էր վանքը։ Որ հարցում է ադատներից բան, դե ուսանող են բան ես կոմեն, պապ ասում, բա սիլիբիլին ընդհանրապես ոնց էր դրա ժամանակ ադատ, ասում տղա ասեց վերջում կյանքի վերջում, ասեց մի տակիր բան, որ բալաջան սենց էր վիճակը։ Ընդհանրապես արդեն 15-16 տարեկանից տղեկ աղջիկի հետ ապրում էին այդ կյանքով, էլի։ Բայց այդ կար խոստում, որ ես քո հետ կպսակվեմ։ Ծնողներս դեմ չեն, որ մենք հանդիպենք, աչքերը փակում են, թե ինչա իրականում կատարում, բայց մենք պարտադիր պիտի պսակվենք։ Բասում էի բաղով որ թռնում էր տղեկից։ Աղջիկա վրա դա չէր ազդում, համարվում էր որ ինցիդենտից չերպան, բայց պիծը մնում էր հաստատ էլի։ Տղային պարզապես հերս է ռազվառոտ էր անում ու քացիով տնից տշում էր դուրս ու հիմնականում այդ տղաները ավարտում էին իրենց կյանքը որպես մուշի Թրաբզոնում կամ ինչ-որ մի մեծ քաղաքում ու իրավունք չունեին ասելու իրանց ընտանիքի ազգանունը իրավունք չունեին ասելու։ Բարոյական զտման մեխանիզմը ժամացույցի պես էր աշխատում։ Այսինքն բանակ հիմա պատկերացեք եթե այդպիսի խստություն է պարզապես ամուսնության ինստիտուտի նկատմամբ, ինչպիսին պիտի լինի խստությունը բանակի ինստիտուտի նկատմամբ։ Եվ դա ասեմ, քիչ ավելի կոռեկտ ոնց ասեմ, եթե ընտանիքի ներսում հայրդ քեզ ոչ թե փնփնթում է ինչ-որ բան անում, այլ չի ասում տղա ջան, գլխիցդ վեր չես դառնում, շատ պերճ չես ապրում, մնացած քո ընկերները ոնց են դու մի խոսքով այն չես, իմ բրիդը չես, էլի իմ պարոդեն չես, շտկի քեզ բարեաճիր վերադառ կամ էլ գնա առանձին ապրի։ Այդ մեխանիզմը որ չկա ու ամեն անգամ երեխուս բան էսա պետք, երեխուս պիտի iPhone առնեմ, վերջինը երեխես բոլորը BMW-ով են, բոլորը հարց չկա։ Բոլորս կգնանք դեպի անդունդ, բացի մարդկանց ով չի գնա։ Բայց ցավն է նա որ նա եկելի մի քիչ ես չեմ պատկերացնում որևէ այլ մշակույթի մեջ երկ որտեղ երգում է Վերկած գերեզմանից Անդրանիկ Փաշը։ Ընկեր մարդը հանգիստ արդեն կյանքը ապրել է, լավ, վատ, հաջող, անհաջող մահացել է, թողնելով անուն եւ թողնելով պատմություն։ Ընկեր չհասկացա ինքը էլի պիտի վերկենա քո տեղը կռվի կամ կողդ կանգնի։ Դու ով ես։ Ես մի անգամ գիտեք ինչ հրաշք արտահայտություն ես լսեցի ու հետո շատ երկար պտտվում էր ուղեղիս մեջ հրաշք ճակերտների մեջ էլի մի ծնողի հետ էի խոսում ասաց որ տղային ազատել են բանակից ասաց աշխատում էին այդ ուղղությամբ ասաց մի բան անենք ազատենք ասում եմ իսկ ինչու որն է խնդիրը ասաց մինչև բանակում ապահով չլինի ես իմ տղային չեմ տանի ու ես այդ որովհետև դիսոնանս էր էլի ասում եմ բայց բանակը նրա համար է որ այնտեղ ապահով չի այսինքն պատերազմ ա լինում եւ այլն որպեսզի ստեղ լինի ապահով իրա ոնց որ իմաստը դրանում է դու չես կարող ասես ոնց որ ասես մինչև լողանալ չսովորեք ջուրը չեմ լցնի հա ոնց որ նրա նման հակադիր ինչ որ բաներ ասես չասես դու ասես մինչև բանակում անվտանգ չլինի ապահով չլինի ես իմ տղային չեմ տանի բանակ ու շատ մոտս տպավորվեց այդ խոսքը ճիշտն ասած որտեղ ինքը բավականին արտահայտում է էլի մեր պատկերացումները զինված ուժերի մասին մեր թե իրանց դե ես չեմ ուզում ինձ հասարակությունից զատեմ ես չեմ կիսում այդ պատկերացումները բայց ես ընդունում եմ որ ես այդ հասարակության մասն եմ չեմ սիրում որ ասում են
Դե այս հայերը կարծես իրենք։ Չէ, այս հայերը չէ։ Տեսեք։ Մի օրինակ կա, որ արդեն ստիպում եք պատմել, պարզապես 91 թիվն է, ապրիլ ամիս, ապրիլի վերջն է, Գետաշենի հետ մղձավանջն է անտեղ գնում։ Ժողովուրդը ընդ ինչ որ ցույցեր, ոնցեր, բան եւ այլն, Տիգրան մեծում նստած ենք, դա իմ առաջի ելքն է, որ ուղղաթիռով գնանք։ Ու Տիգրանի հետ միանգամից լեզու գտանք, որտեվ իր ֆակուլտետը իրավաբանական երկրորդ հարկն է, մերը երրորդ պատմության ֆակուլտետը, դրա համար լեզու գտանք միանգամից ընդհանուր դասախոսները SSS, всё հասկանալի, արդեն հեշտ է։ Ու ինչա կատարվում։ Ազգային ժողովի առջև մոտ մի 2000-անոց տղամարդիկ, թե եթե պետությունը չի կարում փրկի, թող մեզ զենք տա, գնանք փրկենք։ Հետո գնում են դեպի ներքին գործերի նախարարություն։ Այնտեղից իջնում են ԱԱՑ։ ԱԱՑ-ում արդեն սրանցից ազատվելու համար ասում են ընկեր ջան, գնացեք Տիգրան մեծ, հնա մոտ է էլի, Շահումյան հրապարակն է, Շահումյանի հրապարակը, իրանք ձեզ եւ զենք կտան եւ մնացածը։ Գալիս է, ու հասնում է մոտավորապես 600-700 հոգի, ավել տեղ չեր անի այնտեղ։ Մեր պատոններ կան ճվճվոց բան, այս զենք տվեք բան։ Ու Տիգրանը, որը իր ասեմ ինձնից 2 շաբաթ ավելի մեծահասակ լինելով, չգիտեմ ինչ ուղեղ էր, ինչ ինտելեկտ էր, այդ տղան մինչև հիմա ես պարզապես դե հիացած եմ, փախտս բերելա տենց մարդկանց առանձամաչելու, եղել եմ այդ մարդկանց ստորադասը։ Դա ոչ թե դա պարտանալու բան է։ Ինքը դուրս է գալի աստիճաններին, այն ժամանակ մի հատ սև փուչուր սենց բաներ 2 հարկամերներ Տիգրամեցիներ ու հայտնում հետևելա։ Ժորժան նայեք, պայմանավորվել ենք, իրիկունը զենքն են հացնում, առավոտը թռիչքն է, 10 ուղղաթիռով թռնում ենք։ Հիմա խնդրում եմ անդամագրվեք, որպեսզի համազգեստը ստանաք, բան կրկնվում է ոսկե հորթը գեղարվեստական ֆիլմի տեսարանը։ 4 հոգի։ Դրա համար շատ հանգիստ պետք է վերաբերվենք այդ փաստին։ Ու գիտեք ինչ կա։ Լիանը նայեք ինչ հետաքրքիր փաստ աստեղ կատարվում։ Բոլորը գերադասեցին մոռանել, ես չմոռացա։ Կարող է առաջի անգամ էի դուրս գալի, առաջի իմ երգն է, ու այդ բանը ամբողջ ժողովուրդը, ամբողջ ազգը մեկ մարդու պես, որ մեկ մարդու պես։ Պատմության ֆակուլտետը ամենադիսիդենտ, ամենահայրենասեր, ամենաազգայնամոլ ֆակուլտետներից մեկն է։ Արդյունքում ունենք 3 զոհված 6 մասնակցից։ Ձեր խոնարհ ծառան դրանցից մեկն է, իրանցից մեկն է։ Եվ ես բան չունեմ ասելու, որտեվ հա հասկանալի է 40 հոգի ամեն կուրսում, հետո ստացվեց 200 հոգի, կեսը տղերքն են, 100 հոգուց 6 հոգի։ Հասկանաք, մենք խոսում ենք չափագրական, թվագրական ինչ որ բաների մասին, օրինաչափությունների մասին, 3-ից 6, 3-ից 7, վերաբերվում է հերոսներին, վերաբերվում է աուտիստներին, այլասերվածներին, այդ 3-ից 6% մուտացիաներն են, որը բնությունը կամ Աստված փորձում է ինչ-որ ձևի հասկանա, թե որ մի մուտացիան օգտակար կլինի որ փուլում։ Եվ խոսել, որ նորից եմ մեկի պես տենց բան չի լինում։ Լինում է 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի, առաջի պատերազմը Ղարաբաղյան 20,000 հոգի, որից հետո բաժանվեց 40 քանի հազարից ավել վկայական, ու հետո ստիպված էին վերանայել այդ ամենը եւ վերադառնալ 20,000-ին։ Այդ դրա մասն ենք մենք խոսում, լինենք իրատես։ Ունեցել ենք մեկ Ստիվ Ջոբս, ում խորտ մայրը դաստիարակել է, իրան դարձել է Ստիվ Ջոբս, արդյունքում Ոզնյակը բերում է այդ 10 միլիոնը կամ 8 միլիոնը հանձնում է Թումոյին, որտեվ դա իր կամքն էր, բա որտեղ։ Ու մեր լրագրողի հարցը բադակտակում գրած էր, չասում ենք ինձ պարզապես ասել է։ Ու մտածել, արա, այդ 8 միլիոնը փաստորեն չեպը չի դրել, բերել է։ Հարի ֆարը։ Ու բացատրել, որ մարդը մտածում է ոչ թե միլիարդների մասին, այլ նախագծերի, պրոյեկտների իրականացման մասկի պես։ Քանի անգամ բանկրոտ լինելով մտածում է առաջ գնալու մասին, ոչ թե այդա պատմելու բան է։ Իմ սիրած պատմությունն է Ջորջ Մայքլի մասին։ Խնդրեմ։ Լինելով արմամոլ, լինելով այլասերված, ինքը իսկական հավատացյալ քրիստոնյա էր, որովհետև A ճանաչում էր իր մեղքը եւ B իր մահանալուց հետո նոր պարզում է քանի հիվանդանոցի, որփատանը, հոսպիսի
քաղցկեղի, չգիտեմ ինչ լաբորատորիա ինքը անուն պայմանը հետ էր։ Իր մանալուց հետո նոր սկսում այդ ամբողջ հսկայական ալիքը, որ առ այսօր շարունակվում է։ Որ մարդիկ եւ ես ներառյալ նոր ինչ որ ռիլիզ ա լինում իր 5 դիսկերի գնում եմ $60 եմ տալի, որտեվ գիտեմ, որ այդ $60-ից 5-ը գնաց արտադրողին, 5-ը գնաց ընտանիքին, 50-ը գնաց նպատակային այդ բաներին, դա ազնիվ, այդ մարդը ազնիվ էր ամբողջ կյանքը ապրել։ Լինելով նույնց եմ ասում, այլասերված, հույն այլասերված։ Իր սիրած բանը ուրեմն ինտերվյուի ժամանակ ասում են, իսկ դուք երազանք ունեք։ Արդեն ինքը մնացել է իրան 5-6 տարի, արդեն հաջողությունը մուսան գնացել է։ Ինքը ասում է ճիշտ ասած, հա, բա որն ասում է կարմիր Ֆերարի։ Ստաղ չգնայում է իրան։ Եղածը չունես, հա։ Ասում է, բա առնել է խնդիրը, պատասխանը ապշեցուցիչ։ Բա այդ դեպքում էլ ինչ երազանք ունենա։ Մանկական, անմիջական, ճիշտ ըմբռնում։ Հենց դու ինչ որ բանի հասար, ինքը արժեքը կորցնում է։ Դա վերաբերում է հաղթանակին, դա վերաբերում է գեներալի կոչմանը, դա վերաբերում է, չգիտեմ, ինչի, ամեն ինչին է վերաբերում։ Հա, իմիջելոց դաշնակիցների հետ հարաբերություններում հասար մի բանի, ինչպես ասում են, մատուցված ծառայությունը դիվանագիտությունում համարվում է արդեն մարված։ Մատուցեցիր մի նեղացի, որ պատասխան չեղավ, դու ես մատուցել։ Ժամանակից շուտ։ Իհարկե։ Կամ ինչ-ինչ պատճառներով գեր արժեք ես տվել, չգիտեմ, լուցկու տուփի դիմաց կամ չեմ կարող չանդրադառնալ վերջերս է կարդում սոցիալական ստատուսի մասին էր, հա, գիրքը, ու տեղ մի փոքրիկ չնայած մի քանի նախադասությամբ ասեց, որ անգամ գերմանական բանակում, հա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական քարոզը, պաթոսը եւ այլն այդքան մեծ դեր չի խաղում զինվորականի մարտունակության վրա, ինչքան օրինակ իր հրամանատարի գովքը։ Եթե ինքը գիտի, որ ամեն ինչ ճիշտ անի, հրամանատարի կարող ուղիղ իմաստով չէ, բայց աչքում կբարձրանա, հրամանատարը իրանից գով կհնի։ Այսինքն փոքր խմբի մեջ հարաբերությունների ձևավորումը շատ ավելի կարևոր է, այսպես փոքր խմբերով, քան այդ ընդհանուր մեծ բանակի դերոշի ներքո, չգիտեմ, ընդհանուր մարշը եւ այլն։ Ձեր դիտարկումները այս հարցի շուրջ։ Էլի վերադառնում ենք, հա, էֆեկտիվ զորավարի արկայությանը։ Առ այսօր հաջող հրամանատարներ կան, ով տղամարդավարի եւ կռվել եմ եւ ամենակարևորը ունեցել են սպայի ուղեղ, ոչ թե օբյեկտի տիրոջ, որտեղ օբյեկտ ունենան, որտեղ ռոջիկս չերեքում, որտեղ իշխոսկո գիտեք այդ պատմությունները չպատմեմ, այլ ով ամբողջությամբ նվիրեց իրան բանակին, ու ես դες մի ուրիշ բան ասեմ, իրանց սոցիալական կապիտալը, հարգանքը չտեսնված է, մարդիկ վազելով փողոց անցնում են, որ մի հատ փաթաթվեն, ասեն շեֆ ջան, մեռնեմ կյանքիդ, էս իմ երեխեն է, էս իմ կինն է, այնտեղ կինն է սկսում արդեն բանել, մարդուց կենթանի ես վերադարձել բանակից, պատերազմից եւ այլն եւ այլն։ Դա սոցիալական կապիտալ է, որը ոչ մի ձևի արժեք չունի, ոչ մեքենայի, ոչ հեռուստացույցի, ոչ առանձնատան տեսքով։ Մյուս կողմից դա փոքր կոլեկտիվի մասն ենք մենք խոսում։ Փոքր կոլեկտիվում բավականին հեշտ է դա անել։ Ինչպես ասում էին ամերիկացի վիետնամական պատերազմի մասին, այստեղ գրված է դրա մասին, որ մեկ էլ սպաները մեկ էլ պատահական մեջքից կրակոցից զոհվում էին գերակտիվ սպաները, ով իր անձնական փառքներ մանգալի ու ասենց դավայ այսպես էլի մի հատ այսպես հերոսանանք, ինչ հերոսանալ, գործը անում ենք ընկեր ջան։ Թող հանգիստ մեր գործը մեքենայի պես անենք։ Զգոր սահման է, որ միանշանակ, եթե դու առաջինը չես, լեյտենանտ Դենի պես, պապնազով են, նախապապնազով են, հետնազով են, սաղզով են, գերդաստանը դրանով է ապրում, անկախության, Ամերիկայի անկախություն, առ այսօր բոլոր սերունդները արյունով մուծում են ընտանիքի ստատուսի համար եւ դա անվիճելի ստատուս է, պարզապես անվիճելի։ Եթե դա չի վերածվում պետության կողմից ինչ իրական քայլերի, այստեղ արդեն մենք խոսում ենք ինստիտուտների մասին։ Եվ այստեղ մենք կարող ենք խորհուրդ տալ կարդալ Ռոբերտ Հայնլայնի գրածները, ի վերջո ինքը ծովային սպա էր, ով թոքերի հիվանդության պատճառով միայն զորացրվեց եւ դարձավ այդ այսօրվա ֆանտաստիկայի գրանդմաստերներից մեկը։
ու մարգարե էր իսկապես, որտեվ այն ինչ որ հիմա կատարում են, նա կանխատեսել էր 50-ականներին, իսկ մեր ապագան ես նայում եմ նրանով, թե ինքը ինչ էր գրել 60-ականներին, 70-ականներին, 80-ականներին, հավատացեք ինձ։ Լինելով միանշանակ, ոնց ասեմ, սայր, լեզվի, բրիտվա։ Շատ դժվար, շատ դաժան մարդ էր, բայց քաղաքացիությունը ինքը հենց այդպես էր հասկանում։ Քաղաքացին բացատրությունը տրվում է այդ տիեզերական դեսանտ կամ Starship Troopers գրքում տրվում է շատ պարզ բացատրություն։ Քաղաքացին այն անձն է, ով իր ծառայությամբ գալով ծառայել զինված ուժերում ապացուցում է, որ ինքը ոչ միայն պատրաստ է, այլ նաև գործով հանրային շահը վերապատվում է իր անձնական շահից։ Դրանից լավ ռեցեպտ ես չունեմ։ Դա ինչ վերաբերվում է այդ բանը, մեծ արդեն կառույցներում մենք կարիք ունենք մենք կարիք ունենք հավանաբար մի հատ մեծ ցնցման, որտեղից եւ կծնվեն մեծ գեներալները, լինի դա Նապոլեոնյան պատերազմը, առաջի, երկրորդ աշխարհամարտը։ Կներեք, չի աշխատում խաղաղ պայմաններում դուզը խոսացող նույն գնդապետ Ստերլինգը, նորից վերադառնանք Special Air Service-ին։ Հիմնադիրը, հա դե ազնվական ես, հա շոտլանդացի ես, հա լավ բան, գնայլի մի ներվայնացրու, արա հազիվ հազ, մարդիկ մոռանում են, որ ես փաստորեն ոնց որ մսավաճառել են, որովհետև հազարավոր մարդկանց իմ մեղքով տարել են մսաղացի մեջ, մի գնգի աչքի առջև, արա մի ներվայնացրու ինձ։ Մարշալների մասն է խոսքը, գեներալների մասն է, Մոնտգոմերին է վերաբերում եւ գրված է գրքում դրա մասին, որ նույնիսկ Մոնտգոմերիի պես մեծությունը ազատ չէր սխալներից, չնայած որ ինքը տաղանդավոր, իսկապես տաղանդավոր եւ արդյունքների հասած մարաջախտա մարշալը։ Բայց եթե չկա այդ զտիչը, եթե չկա, կներեք, այդ Օկամի սայր ասած Ստալինի ասածը, որ նույնիսկ հաղթողներին անհրաժեշտ է դատել, որպեսզի իրանք գլուխ գովան, կաշառակեր, կոռումպացված, չգիտեմ ինչ չդառնան։ Եթե մեկը կարող էլի Էրիկ Պրինսի հետ իմ սիրած բանն է, օրինակն է, ինքը էլի բան եմ անում, այ ինքն է իսկական միջնադարան ձեր ասած այդ իտալական վարձկանների այդ իդեալական տարբերակը կրթված, դասական բանարած, զարգացած եւ դրա հետ մեկտեղ կոպիտ բիրտ զինվորական, ով ներվայնացնում է դասական զինվորականներին, որովհետև ինքը հաջողակա հետ սեփական գոյությամբ, էշի մեկ արա համ գիրքա կարդում, համ համերգների է գնում, համ եկեղեցի է գնում, չկպավ ընկեր ջան, դու ինչ ես անում։ Իսկ մտավորականներին ու քաղաքական գործիչներին լրիվ հիստերիկա է հասնում, որովհետև հենց փորձում են իր այդ քանի անգամ ինքը վկայություն ա տվել կոնգրեսում, քանի անգամ վերածվել է խայտարակությանը, որովհետև պարզվել է, որ կոնգրեսմենների լեզուն բառապաշարը կրկնապատիկ զիջում է ծովարյուծների նախկին կապիտանի բառապաշարին է զիջում, կրկնապատիկ քաղաքական գործիչի բառապաշար, այսինքն բոլորին ներվայնացնում է այդ տղան, աչքի փուշա, ու ինքն էր պատմությունը բերել, որ կանների պարտությունի ջարդից հետո եւ որ Հանիբալը պարզապես ամբողջությամբ ոչնչացրեց բանակը, կեսը ոչնչացրեց, կեսը գերի վերցրեց 40,000-անոց հռոմեական բանակը, այն պարագայում, որ Հռոմի բնակչությունը պատկերացրեք, միայն պատկերացրեք, բնակչությունը հազիվ գերազանցում է միլիոնի ու քո լավագույն բանակը 40,000-ը սենց է լինում։ Ու դու պիտի մնացած 20,000-ին ինչ փրկագին տաս, հանեց մի խայտարակ վիճակ, քո տնտեսությունը 0, Կարթագենը փողերի մեջ լողա տալի, դու ոչ մի բան չունես, հավաքում է սենատը 40%-ը բացակա տեխնիկական պատճառներով, լավագույն դեպքում գերի, սովորական դերում զոհված, ինչը ինքը ասում է, դա պարզ ուղղակի ցուցանիշ է, որ պետության վերնախավը մնացած ամբողջ հասարակության հետ հավասար կիսում է եւ հաղթանակը եւ պարտությունը։ Չկա այդքան բանը, կներեք ինքնախապեյություն է։ Եվ դրա այդ իսկ պատճառով այդ մասնատումը կատարվում գերզարգացած պետություններում, մենք տեսնում ենք դա ոչ միայն Եվրոպայում, այլ տեսնում ենք Ճապոնիայում, Կորեայում, երբ որ հասարակությունը արդեն սկսում է շերտավորվել, անխուսափելիորեն շերտավորվել։ Ոչ թե պարզապես տնտեսականի կամ հասարական շերտերով, շերտավորումը հենց ներսում է գնում, այս տեսակի զինվորական, ուրիշ տեսակի բանկիր, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ տեսակի
բանկի տեր, 7-րդ տեսակի մեքենա արտադրող։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Identity հիման վրա շերտավորում էր անվանում։ Իհարկե։ Մասնատում է գնում ամբողջ արևմտյան աշխարհում, արևմտյան բառերային իմաստով, հա, դրա մեջ ճապոնիան էլ կարող է մտնի քաղաքակրթական եւ տնտեսական իմաստով, էլի ինքը։ Հաղթանակած բանակը, հաղթանակած պետությունը, ամենահաջող պետություններից մեկը նորաստեղծ Իսրայելի մասն է խոսքը։ Ազգային հերոսը իրենց Յոնատան Նետանյախուն է, այս օպերացիան, որ միայն ինքն էր, չէ, զոհվել։ Միայն իրան զոհեցրին, այդպես ասենք, որտեվ կրակոցը շատ, չգիտեմ, կասկածելի է, շատ կասկածելի է, հենց վերջի պահին նահանջի ժամանակ, գիտեք ինչ կա, ստեղ մի պարզ հետաքրքիր մի բան կա, մարդը ում բարոյական փարոսը Ուիլյամ Սարոյանն էր, կհավատաք դրան։ Չգիտեի ես ճիշտն ասած։ Կարդացեք իր նամակները, ընտանիքն է հրատարակել, ներառյալ այսօրվա այդ վարչապետը իրանց։ Ես մի բան հստակ գիտեմ, Բենյամին Նեթանյահուի շատ բան ներվել է ու ներվում է իր եղբոր ինքը բիզնեսը սարքեց իր եղբոր Արյան վրա, լինելով կատարյալ 0, եթե ոչ մինուս համեմատած իր եղբոր եւ մարտական եւ հատուկ նշանակության եւ բարոյական եւ մտավորին, անվիճելի մեծություն է եւ նայեք ինչ տեսնում եք ինչ կատարվեց հերոսի փոխարեն երկիրը ղեկավարում է քաղաքական մաքուր ոնց ասեմ political animal, հա, ես էլ եմ քաղաքական կենթանի գործում է բնազդով, առաջին բանը Նեթանյահուն է գալիս, մեղադրելու բան չի, որովհետև սովորաբար տենց է լինում է, այն գեները, լավագույն գեները մեկին են հասնում, մնացածը ինչպես ասում են, որ մեկը կասի, որ political animal լինելն է կոմպետենտություն իր ոլորտում։ Իհարկե, զգալ որտեղ նահանջել, որտեղ վաճառվել, որտեղ հանդգնել, որտեղ այո, իհարկե։ Դա արդեն մաքուր մակիավելիզմ է եւ մակիավելին հենց դրա մասին է գրում։ Դա էլ ամեն մեկը չի որ կարող է։ Իհարկե, բայց այդ դեպքում նորից արդյոք այդ քաղաքական կենթանին ծառայում է, չեմ ասում հասարակության, պետության շահերին, ինչպես դա անում է բրիտանական վերին, անում համենայնդեպս Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ արեց։ Եվ ասել եմ դրա մասին, եւ Թակուին եւ վարչապետը Թեչերը եւ Էլիզաբեթի մասնախոսքը իրանց որդիներին ուղարկեցին որպես օթաչու, մարտական օթաչու, մարտական առաջադրանքներով, Ֆոլկլենդներ իմանալով, քաջ պատկերացնելով, թե ինչ կլինի, եթե նույնիսկ չզովի օթում։ +3-ը օվկիանոսի ջրի ջերմաստիճանը։ 3 րոպեվա մեջ չհանեցին, եթե նույնիսկ 5 րոպեից հանեն, կես ժամից դու մահանում ես, ու ոչ մի փրկություն չկա։ Դա է քաղաքական կենթանու իսկական բնազդը։ Ես իմ երեխային մատաղ պատրաստ եմ մատուցել վերին նպատակի համար։ Ոնց որ պրինց Արքազն Հարին գնաց Աֆղանստան ծառայելու։ Հիշում եք այդ պատմությունը, վերադարձը, ուղիղ եթեր, BBC եւ այլն եւ այլն։ Դե Հայաստանում բնականաբար վերաբերմունքը այսպիսին էր, որ դե տարել նկարել են։ Տարել նկարել են, կաշառք են տվել հրամանատարին, որ տակ տեղ պայի։ Winston Churchill-ը երբեք հուսար չի եղել, գերի չի ընկել։ Առավոտյան չի արտանում պրինց Հարին։ Խափում են մեզ։ Եղիզաբեթի հայրը ծովային սպա չի եղել, կամ էլ թիկունքում միտեղ ծառայել, ժորդ լավ էլի։ Հերիքալի այդ մեր յորղանով մեր սանտիմետրով չափելը դե կոչվում է պրոյեկցիա։ Դա պրոյեկցիա, ուզում ես պատկերացնել, այդ կյանքն էլ կստանաս, էտա։ Էտա ոնց իրեն պատկերացնում է, այն էլ ստանում է վերջում։ Գիրքը հասանելի է, այսինքն Բուկինիստ խանութում, ում խորհուրդ կտաք դուք, զինվորականներին հասկանալի է, հոգեբաններին հասկանալի է, բացի իրենցից։ Ճիշտն ասած չգիտեմ։ Ես գիտեմ, որ տպականակի 90%-ը արդեն գնված է Ռուսաստանում արդեն։ Ռուսլան Պոխով ինչ անեմ։ Հա։ Պարոն Պոխովին ռազմավարությունների եւ տեխնոլոգիայի կարող եմ ասել, որ ահա որ ոգևորված է ուզում է։ Փոշեկուլի պես քաշեց, ամբողջ հազիվ կարողացա ինչ որ մի քանակ պահել։ Եվ այնտեղ պահանջարկը գնալով բարձանում է եւ այլն, այսինքն մարդիկ պատրաստ են սովորել։ Պարզ ասենք, եզրափակելով այս ամեն այդ շերտավորման մասին, անի մասին, հաջորդ պատերազմների ժամանակ կտեսնեք շատ հետաքրքիր պատկեր։ Այդ շերտավորումը կկայանա, ով է պատրաստ սովորել, քրտնաջան պարապել եւ կռվել
եւ ընկերոջ համար առողջությունը ու կյանքը զոհաբերել, դա կլինի մի հետաքրքիր շերտ։ Երկրորդ շերտը, ով շատ է ուզում, բայց ալարում է, երրորդը, որ ուզում է, բայց ալարում է ու տկար է, չորրորդ շերտը, բա դա ինձ պետք է, հինգերորդ շերտն էլ ով էլ գա, ես իմ բիզնեսը կունենամ, ծառայող դեպքում կրոնոս կփոխեմ, էլի կապրեմ, ընկեր ջան, ինչ կա որ։ Հենա, Հական Ֆիդանը նա դարել է բան։ Մենք թե ում է ավելի շատ պետք։ Այո։ Կամու больше надо, էլի։ Եվ այստեղ Ֆիդանի օրինակը այ լավա որ իջացրեցիք չտեսնված օրինակ է, պարզ պատճառով, թե այդ մարդը ինչքան լինելով զտարյուն քուրդ Դերսիմից, որը ռմբակոծվել է 37-38 թվին, որ ռմբակոծել է Աթաթուրքի դուստրերից մեկը հայազգի Գեքչենը, Այշա Գեքչենը, հավեսով ռմբակոծել, ինչքան հասկանում եմ, այնց լավ լղազել է այդ աղջիկը խեղճ քրդերին, մուրը հանել է իր ընտանիքի համար, իրանք էլ են դերսիմցի եղել։ Եվ եթե Հական Ֆիդանի պես պայծառ անձնավորությունը ֆանտաստիկ խելքի տղա է։ Պարզապես հոգնում է իր սեփական ազգից, ասում է դա հերիք եղավ, բոլ եղավ ու դառնում է կայսերական թուրք։ Կներեք, մենք խոսում ենք պարզ բանի մասին։ Այս համակարգը, կոպիտ ասած, իմ ուղեղին ու տաղանդին ինչ է տալի։ Էլի երազ, էլի լադա պրիորա, չեմ ուզում ընկեր ջան։ Ուրիշի խաչը կպաչեմ, կգնամ կքշեմ Bentley, կգնամ կքշեմ Lamborghini, իսկ դուք տենց էլ շարունակեք քշել Lada Priora-ն, վրան BMW-ի նշաններ խփելով, ակերը իջացնելով ու ձև սխափելով, որ դա է ամենաթույն հրաշք մեր ավտոս։ Այդ ինքնախաբեության, հենց ինքնախաբեությունը կորումը ամեն ինչ գալիս է իր տեղը։ Վարքյանապես։ Դասմա վարդագույն ակնոցները դեպի ներս են ջարդվում, այնպես որ ինքնախաբեությունը շատ ցավոտ է կորում որպես կանոն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, անverջ կարող ենք խոսել արդեն ժամ 20 րոպե է։ Դե շնորհակալություն, որ համբերատար լսեցիք։ Չէ, ինձ իրոք շատ հետաքրքիր է, ազնիվ լինեմ, պատերազմից հետո շատ ենք խոսում հենց թե ռազմական գործից, թե բանակից, թե մեր հասարակությունից եւ շատ հազվադեպ է լինում երկար եւ խորը քննարկում հենց այս թեմայի շուրջ, որտեղ ինչպես ասեցի մեր խոսակցության սկզբում, որոշ բաներ հուզականորեն որպես տաբու են ընկալվում, չգիտեմ, ինձ թվում է, որ պետք է դա հաղթահարենք։ Մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր Պահեստազորի գնդապետ, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն հավերքի համար։